Վերջերս նկարների բաժնում մի նյութ էի տեղադրել, որտեղ Գուրգեն Մահարու նկարն էր, կողքից մկրատով կտրած, ում հետ որ նկարված էր, կողքինի նկարը մկրատով կտրված հանված էր, կողքին եղել էր Աքսել Բակունցը։ Այսպիսի նկարները սովորական բան էին, չնայած տեքստը իմը չէր, ես այդ նյութը տեղափոխել էի Facebook-յան ինչ-որ մի էջից, բայց նման նյութեր շատ սովորական են եղել այն ժամանակ, ինչ-որ մեկին ձերբակալում էին, ասենք թե Չարենցին ձերբակալում էին, մեկը եթե Չարենցի հետ նկար ուներ, կողքից կտրում Չարենցի նկարը հանում էր, որ իր ետևից էլ չգան, կամ եթե նույնիսկ իր ետևից էլ գային, ասել, որ տեսեք, ես Չարենցի հետ ինչ-որ խնդիրներ եմ ունեցել, դրա համար կտրել իր նկարը հանել եմ։ Սա վախի նշան է, բայց վախի շնորհիվ նաև հետաքրքիր է, որ պահպանվել է Եղիշի Չարենցի ամենահետաքրքիր նկարներից մեկը, որը նկարել էր Մարտիրոս Սարյանը։ Երբ Չարենցին արդեն գնդակահարել էին, ինչ-որ մեկը վախենալով թանգարանում պատից հանում է Եղիշի Չարենցի նկարը, որը նկարել էր Մարտիրոս Սարյանը, և նետում է պահարանի ետևը։ Արդեն 60-ական թվականներին, երբ վերանորոգում էին կատարում, պահարանը քաշելուց պահարանի ետևից հանում են Եղիշի Չարենցի նկարը և հասկանում են, որ ինչ-որ մեկը նետելով պահարանի ետևը կարողացել է փրկել Չարենցի նկարը, որը նկարել էր Մարտիրոս Սարյանը։